Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քանի որ Տիկին Գյուրեղյանը կարելի ասել բացեց Պանդորա յարկղը դիմ ընտրությունների մասին խոսքով, ես երևի թե ձեր թույլտվությամբ փակեմ այն։ Տիկին Գյուրեղյան, երբ խոսում եք դիմ ընտրությունների մասին ու կոչ եք անում չընտրել այս ուժին, բայց չեք առաջարկում օրինակ ընտրել ձեր ուժին, դա շատ լավ մատնում է այն քաղաքականությունը, որ դուք վարում եք այս դիմ ընտրություններում, հարգելի հայրենակիցներ, թույլ տվեք ձեզ ներկայացնեմ, թե ինչ են անում դահլիճի աջ հատվածում նստած մեր գործընկերները։ Ուրեմն նրանց PR մասնագետները վստահ են բավականին բարձր վարձատրվող մի խորհուրդ են տվել։ Ասել են, ինչ թեկնածու ուզում եք առաջադրեք, ում ուզում եք բերեք, ինչ ուզում եք արեք, մենակ դուք մի գնացեք, մենակ թող ձեզ հետ չասոցացվեն։ Ու նույնը տեղի ունեցավ օրինակ Արուշ Արուշանյանի դեպքում Գորիսում, որտեղ որ մեր սիրելի Հայաստան խմբակցությունը ամեն կերպ փորձեց զերծ մնալ Քարոզ Արշավին մասնակցելուց, ամեն կերպ զերծ պայել Արուշ Արուշանյանի անունը Ռոբերտ Քոչարյանի անունից, իսկ հետո էլ արդեն երբ ընտրությունները կայացան, վերջացան, իհարկե բոլորիս համար հասկանալի եղանակով ու պատճառներով, փորձեցին ասեն, այ տեսակ մենք հաղթեցինք։ Հիմա ուզում եմ, սիրելի կապանցիներ, ասել ձեզ, որ նույնը հիմա տեղի է ունենում ձեզ մոտ, որ նույն մարդիկ, նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը, ով ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել, դիստանցավորվել Գևորգ Փարսյանից, նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին։ Եվ ընտրելով Գևորգ Փարսյանին, դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմը։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր դեմքով մասնակցելուն, միտեղ ձեր դեմքով եք մասնակցում, Իջևանում։ Իջևանում հայ հեղափոխական դաշնակցությունը մրցում է քաղաքացիական պայմանագրի հետ իր դեմքով։ Այդ ընտրությունների արդյունքները ես խոստանում եմ կհրապարակեմ այս ամբիոնից։ Շնորհակալություն։